անկախության շրջանում մենք երբևիցե չենք ունեցել հստակ օրակարգ եւ հստակ բանաձևված մշակութային քաղաքականություն։ Այսինքն մենք չունենք պետական համակարգային մոտեցում։ Մենք չունենք նույնիսկ քաղաքական գործիչներ։ Ցածրակարգ արվեստը դարձել է ավելի տարածված, դա միտումնավոր է արվել, թե այդպես է եղել մեր ընթացքը։ Ակնհայտ դարձավ, որ այս process-ը ամենաառաջին շրջանից, փուլից կառավարվել եւ ղեկավարվել է իշխանությունների կողմից։ Եթե մենք հոգ չտանենք օրինակ մեր ինքնությանը, ինչպես օրինակ լեզվին կամ մշակույթին, ինքը կարող է ընթացքում ուղղակի էրոզիայի ենթարկվել։ Այս խնդիրը ծանրանում է անհատների կողմնորոշման եւ անհատների առաքելության։ Վերևից պիտի փոխվի ամեն ինչ, թե ներքևից պիտի լինի այդ պահանջը, որը կփոխի նաեւ քաղաքական էլիտայի առաջնահերթությունները։ Ալֆան դա մաշտոցն է, օմեգան դա կոմիտասն է։ Պետք է լինի պետական հոգացության թիրախում, թե ինքը պիտի ինքնուրույն տրանսֆորմացվի, գնա, ինչպես անել, որպեսզի մենք չհուսահատվենք այս փոքր պայքարում։ Մեր երկրում իշխանության գա այնպիսի կառավարություն, որը արժևորի այդ ինքնության կրողներին, այդ ժամանակ էլ մենք ավելի դրական, այսպես ինտոնացիայով խոսենք իրողությունների մասին։ Ըստ քեզ, արդյոք նոր սերունդը ճանաչում է մեր հայրենիքը։ Ես տեսնում եմ այնպիսի հսկայական ներուժ, որը ի վիճակի է հաղորդակցման մեջ մտնել աշխարհի հետ, գլոբալ քաղաքակրթության հետ, հավասարը հավասարի հետ։